Շատ լավ եղբայրներս, հաջորդ որակավորումը, ուրեմն երեցը պետք է զգաստ կամ ողջամիտ լինի, ինչպես որ 1 Դիմոթեոս 3:2 և Դիդոս 1:8 գասե, այսինքն երբ խոսանք երեց պետք է զգաստ և ողջամիտ լինի, այսինքն երեցը չի գավում իր անձի կամ մարմնի ցանկությունների, ինքը կարող է ինքնին կառավարել և ինքը հանգիստ, զուսպ, այսինքն ոնց որ մտքով, հոգով ինքնին կարա հավաքել, self-control, կոնտրոլի վրա է, ինքնին կարա կոնտրոլի դակ դնել, սա շատ կարևոր է, եթե մեկը որ ինք չի կարող զորօրինակ իր զգացումները կառավարել, ամեն ադեն, գիտես, կարող է ոչ թե բարգանա անպայման, ապա մարդկանց վրա ծիծաղի, խնդա, կամ ասենք քննադատ է, ակնարկներն է, կամ հա բարգության մասին հետո մի քիչ խոսանք արդեն ինչու որտեվ այդ մասն ալ կա, բայց երեցը պետք է ինքնին կարողանա կառավարել, զգաստ պետք է լինի, խոհեմ պետք է լինի 4, այսինքն խելամիտ, իմաստուն, ինքը դատողություններու մեջ հավասարակշռված պետք է լինի, պետք չէ դրված լինի այդպեսի արագ կերպով մագերեսային որոշումներ առնելու, սա շատ կարևոր է, որով նայեցեք ինչ կասե, ինք կասե զգաստ խոհեմ պետք է լինի։ Սպասում եմ, որ եթե գարկ մի եղբայրներ արձանակրում են նրա համար։ Հետո բարգեշտ գասե, պետք է բարգեշտ լինի։ Հիմա բնակրում հարգելի պետք է լինի, այսինքն ինքը ցույց պետք է դա, որ լավ վարքագիծ ունի եւ իր կյանքը լավ ցևով կազմակերպված է։ Եվ այո, հյուրընկալ պետք է լինի։ Երեսը որ հյուրընկալ չէ, լավ օրինակ չի լինում։ Այսինքն ես չեմ ասում, որ ամեն օր իր դունը մարդ պետք է լինի։ Եկեղեցից անդամները առավոտյան ժամ 6-ին սուրճի գալիս են, կամ երեկվան ժամ 12-ին հաց ուտելու գալիս են, ինչու մեկ անում այդպես Ուսա մեկումը ոտներում վրա չգողքեցիք։ Նվադակը սա չի եղբայրներ ջան, բայց գիտեմ ես մեր Հայաստանի սովորությունը, որ բարի սովորություն է, մենք սիրում ենք այցելել իրար, ոչ թե մենի պրավադացիան, ապա սովորությունով ալ և սա լավ է, ինչու որովհետև սա մեզ հեշտ գալիս է։ Բայց այո, երեցը պետք է, նայեցեք, հյուրընկալ բառը, որ օգտագործում է, այստեղ կամ հյուրասեր, կնշանակի օդարասեր, բնակրում օդարներ սիրող, ֆիլոքսենոս, օդարներ սիրող, օդարներ, հյուրասեր, այդ բանը, նույնիսկ եթե օդար լինինը, անալ ուրիշ բան է, բայց ուր մնաց ազո ժողովուրդը կամ մեկը որ ասենք ուզում ես հետը գաբի մեջ ավելի մտնել, շաղվել հետը Քրիստոսի մասին վկայել, ապաշխարության մասին հրավիրել կոմոդ եւ հա մեկը պետք է պատրաստ լինի այն օրությունները որ Տերը նրան տված է որ գիսվի ուրիշների հետ եւ թե 1 Դիմոթեոս 3:2-ում թե Դիդոս 1:8-ում սրա մասին գխոսա այո հիմա այս որակը որ ինքը ուսուցման ունակ պետք է լինի։ Այսինքն երեցը այս մեկը Դիդոս 1:9 մեջ սա գնշե մի քիչ տարբեր ցևով անշուշտ ինքը կարող պետք է լինի որ ազոխոսքը հաղորդե, ազոխոսքի ճշմարտությունը հաղորդե ուրիշներին, խրախուսե, հանդիմանե, ամենայն վարդապետությամբ եւ այլն։ Այսինքն եթե երեցը չի կարողանա ազոխոսքը գիսվի ուրիշների հետ եւ սա միայն վկայության մասին չենք խոսում ավետարանի վկայության այսինքն կարող պետք է լինի եթե այստեղ նստած ենք փոքր խումբ ունենք ինքը կարողանա ազոխոսքը սովորեցնել կամ քարոզել կամ երկուսն էլ անշուշտ նրա համար ասում ենք որ ամեն երեց անպայման լրիվ գադարելապես կարող պետք չունի լինի քարոզելու ինչպես ուրիշ երեցները բայց լավ կլինի եթե երեցը քարոզել գիտնա բայց քոնը պետք է կարողանա սովորեցնել Եվ նայեցեք ոչ թե միայն սովորեցնելը եւ ինքը ուսուցմանալ ունակ պետք է լինի։ Այսինքն ինքը պետք է ուզել սովորի որ սովորեցնե։
այո կարող պետք է լինի սովորեցնելու եւ միևնույն ցանկանա սովորել ոչ գինեմոլ մի քանի օր առաջ Արթուր եղբայրս հետ էի եւ այցելությամբ կացած էինք ուրեմն հարցը կար գինի մասին մեր թեման չէ բայց բարձրապես ուզեմ ասել որ նոր գդագարանում ինչու որովհետեւ այս բաները նոր գդագարանի մեջ նշված է եւ որ գինի մասին խոսանք տարբեր քաղաքապարներ կան որ այնադեմվա գինին նույնը չէր ալկոհոլի բարոնակությամբ ինչպես այսօր հասկանում ենք այո եւ սա որոշ ծավալ շիդագա բայց մեկ բան հստակ է որ գինեմոլություն կար նույնիսկ այնադեմվա գինին խմելը մեկը եթե բավարար չափ խմեր որ կինովնար հիմա կարող այն օրվա օրինակ 5 բաժակ պետք է խմե մեկը այսօր 2 բաժակ խմենը կինովնա խնդիր չէ գինովություն կար հարցը այնտեղ է հարցը չէ որ այն օրվա գինին դարբեր սարկված էր շիդագ է դարբեր սարկված է շիդագ է որ այսօրվա ալկոհոլի շինձու ալկոհոլը բանը չկա այն օրվա ավելի դարբեր էր բայց էլի Սուրբ ոգով գասե պետք է քայլենք այլ պետք է չդրտմեցենք Սուրբ ոգին եւ հետո գասե Եփեսացիների 5:18-ում որ մի կինովնա գինիով զլո կինովնալ մգա կարելի է կարևոր չէ բովանդակությունը էլի գրկնեմ բովանդակության հարցը չէ որքան ալկոհոլ կար այն օրը որքան ալկոհոլ կա այսօր մեր խմածի մեջը ես չեմ ասում պետք է խմենք կամ ոչ թեման ադի չէ հստակ է որ երեցը գինեմոլ պետք չէ լինի հարցը եղավ այո երեց մը գարա մի քիչ խմե օրինակ հարսանեկի մը գնաց մեկը իրեն բաժակ մը դվեց եւ այլ խիղճիդ եթե չի քեզի վնասեր եթե ուզում ես 4 կողմը պիտի նայես ով գա ով չի գա նա ես սովորություն չունեմ խմելու բայց սա չի նշանակում հիմա իմ ասած կարամ խոսալ բայց չի նշանակում որ ես չեմ կարող օրինակ եթե Դավիթ եղբորս դունը գնացի ինք ինձ գիտի իմ աբատկս գիտի ես իրեն գիտեմ եւ օրինակ չգիտեմ ծնունդ էր կամ ինչ որ էր ասես մի բաժակ գվերցնես ովիկ ջան whatever ապես ես կարամ հա ասել կամ կարամ ոչ ասել բայց եթե գիտեմ որ նրա ներկայության կամ ինքը չէ օրինակ մեկ ու մկով կացի որ հավատացյալներ ոչ հավատացյալներ կան գարա հավատացյալների եւ ոչ հավատացյալների կայտաղություն լինի նախընտրելի է չնելը նրա համար նախընտրելի է որոշել կարելի հետ չնելը հետ չխմելը գինովնալու մասին դեռ չենք խոսում հարցը այստեղը գինովնալն է գինի խմելը չէ գինովնալն է հարցը այսինքն երեցը պետք չէ կառավարվի գինից ալկոհոլից ինչ որ աս համարներում մեջ կասե ոչ զարգող այսինքն մեկը ոնց որ գրվազան պետք չէ լինի ֆիզիկապես բռնի եւ մեկը որ ասի խնդիրներ կստեղծե գրիվ կփնտրե չէ այդպեսի անց պետք չէ լինի երեցը նույնիսկ մենք անգլերենով գասենք այսինքն մեկը որ bully գասենք bully անցը անգլերենով bully այսինքն մեկը որ ոնց որ իր շուկը ինչպես հա եթե այդպես կասենք որ այսի մի խոսքով իր ոնց որ իր շուկը ուզում է բանեցնի ուրիշների վրա միշտ նեղություն դա միշտ բան անե չէ այդպես անց պետք չէ լինի երեցը եթե երեցը ինքը այսպես վայրակ ծևով վարվող բնութագիր ունի զարնող խփող ադիշիդակ չէ ուդող խմող չասեցինք ադի ժուժգայության հարց կրի հաբա հանդարտ նայեցեք ինչու որ առաքյալը գասե այստեղը ոչ գինեմոլ ոչ զարգող այլ հանդարտ զարգողի հետ կապ ունի սա այլ հանդարտ այսինքն ինք չի դարվում վիճապանություններով կամ եսասիրական բանավեճներով բնտող չէ իր իրավունքների վրա ես չեմ ասում որ մեկը չի կարող իր իրավունքները պաշտպանել բայց եթե այնպիսի ծևով ինք ոնց որ գրվի հոգի ունի ինքը մի շիդագ է ամենավախնալիք բանն է երբ մեկը մի շիդագ է նույնիսկ եթե սուրբ գրքով գիտես որ շիդագ ես չէ մաներ հովիվներս որովհետև մենք ուշադրություն պետք է ունենք այս բանի մեջ ինչու որովհետև մենք սովորաբար մեր բնական այդ բնաստը վերաբերմունքը ան է որ սուրբ գիրքը ասկաս է մի խոսքով ես քեզ ճշմարտությունը ասում եմ Էչու չես ուզում, բայց դիմացինը գարա քու այդ բնթումըդ բան դեսնել։ Եթե համագրել, եթե ասեն դքեղ ծևով անում ես, եթե այդպես քու իշխանությունդ
ուզում ես բանեցնել դիմացին, վնայ ես քեզ ասում եմ սուրբ գրքից, դու մտիկ չես անում։ Չէ, եղբայր ջան, դու նրա խժմտանքին, այսինքն ցույց տուր Աստծո խոսքի ասածը, մնացածը նրան կմնա։ Բամ չես կարող ասել։ Ինչու՞։ Երբեք չսխալվենք եղբայրներ ջան, որ Սուրբ Օգու թերը մեր վրա առնենք։ Սուրբ Օգին ինքն է համոզողը։ Աստծո խոսքի ճշմարտությանն է։ Ճշմարտության օգին ես չեմ, դու չես։ Ջերս Սուրբ գրքերը ելենք փոխենք։ Հովհաննես Ավետարանի մեջ ասենք Հովիգն է ճշմարտության օգին։ Չէ։ Չէ։ Սուրբ Օգին ինքը պիտի համոզի, ինքը պիտի դարձի բերե, ապաշխարության բերե։ Մենք միայն ճշմարտությունը գարանք ասի, ինչպես Ավետարանության մեջ։ Ավետարանը կարոզես օրինագելի ցևով, Աստծո շնորհքով եւ մնացը Աստված իր մեջ պիտի աշխատի։ Հետո սրա հետ կապ ունեցող անշուշտ հետո գասե հանդարտ գրիվ չանող, այսինքն խաղաղասեր, վիճող պետք չէ լինի։ Վիճապանության, այդանք եսասիրական վիճապանությունների մեջ պետք չէ ներգրավված լինի։ Մեկը որ խաղաղասեր չէ, չի կարող երես լինել։ Ինչու որովհետև գիտնալով որ Աստված որքան ինձ փրկած է իմ մեղքերիցս, ես պետք է այդ հովական հոգով մոդեցումով լինեմ ուրիշի հանդեպ, գիտնալով որ անալ մեղավոր է, ես ալ մեղավոր եմ, իբր ավադացյալ։ Այո, սա ոնց որ պատճառ չէ, որ մենք արտարացնենք մեր մեղքերը, ոչ, մեղքի մեջ չեն կարող քայլել գասե մնալ։ Պողոս առաքյալը Հռոմայացիների 6:1-2-ում։ Շնորհքը չեն կարող խափանել, Աստծո շնորհքը։ Նայեցեք հաջորդը կարևոր է, ինչ որ ասկի մի քիչ խոսանք, պետք չէ սիրող լինի փողի, անարժան շահույթի։ Ինչու որովհետև ոսկասե ոչ արձատասեր։ Այսինքն փողի ետևեն պետք չէ եւ դժբախտաբար հովիվների մեծամասնությունը չսեմ, այսինքն մեծամասնությունը որ մեղք կգործեն։ Հովիվների մեծամասնությունը որ մեղք գործող են, կամ անշուշտ շնության պատճառով իրենց այդ ծառայության են գզրկվեն, կամ ալ փողի սիրույն պատճառով, անարժան շահույթի պատճառով, արձատասիրության պատճառով։ Ինչու որովհետև նրանք ծառայում են եւ այդ փողը ժողովուրդը դալիս է, կամ ուրիշ տեղերից այդ փողը գալիս է, եւ նրանք այդ բանը կսկան, որ իրենք արժանի են, ինչու որ նրանք ամենաշատը ծառայում են, եթե նույնիսկ այդպես ալինի։ Այդ ասենք տրամաբանությունով կմոտիկանան։ Երեցը պետք չէ լինի արձատասեր, փող սիրող։ Եվ մենք գիտենք, որ փող սիրողի վերջը լավ չէ։ 13. Ճիշտ է կառավարում իր սեփական ընտանիքը, այսինքն լավ կառավարում է իր սեփական ընտանիքը։ Հոսքասե նայեցեք 4-րդ համարում իր դանը բարի վերագացու լինող, որ որդիներ ունենա անազանության մեջ ամեն բարգեշտությունով։ Ամեն բարգեշտությունով։ Այսի մի խոսքով նրա ընտանիքը նրան տեսնում է իբր առաջնորդ, այո, թերի առաջնորդ, գադարյալ չէ, բայց տակավին առաջնորդ ուր բավարար ցևով ինք ցույց տալիս է, որ ինքը աստվածասեր է, Քրիստոս կսիրե, Աստծո կսիրե, գնազանդվի եւ օրինակ կլինի եւ գարաշնորհի էր ընտանիքը Տիրոջ ճամփաներու մեջ, որ նրանք էլ հետևին նրա օրինակին։ Եթե մենք չկարողանանք այդ անել, 5-րդ համարն այցեք ինչ կասե։ 5-րդ համար կասե, բայց եթե մեկը իր դանը վերագացու լինել չգիտենա, ինչպես նա Աստծո եկեղեցուն, այսին վերագացու պիտի լինի։ Ինչու որովհետև եպիսկոպոս բառը արդեն վերագացու կնշանակի։ Ինչպես ինքը պիտի կարողանա խնամք տանել Աստծո եկեղեցին։ Աստծո դանը պետք է լավ վերագացու լինողը պետք է ամենաառաջ իր ընտանիքին վրա լավ վերահսկողություն ունենալը գիտնա։ Նորություններ չեն այս բաները եղբայրներ ջան, գիտենք սա։ Բայց լավ է աստարմացումը, որ ինչու երբեմն նայեցեք, մեր գինը գրնա խնդիր լինել, կամ մեր երեխաները գրնան խնդիր լինել։ Հասկանում եմ, որ սրանք մարդահրավերներ են մեր հավատքին եւ ծառայության, բայց Աստված նրա գամքի մեջ, գերիշխանության մեջ մեզ խոնարհեցնելու, սրբացնելու նրա միջոցներից են որոշ ատեններ։ Երբեմն մեր ընտանիքները լավ են, իբր հովիվներ, երբեմն հովիվներ կարան լինել մեր մեջ, որ նրանց ծավակները երբեմն անազանդ կրնան լինել որոշ սևերով, նրանց հայրերուն կամ մայրերուն անթեպ։ Նայեցեք, հաջորդը գասե ոչ նորաթարց կամ նորահավատ,
ոչ նորատարց կամ նորահավատ։ Հիմա նրա համար սկիզբը ասեցինք, երբ խոսայինք նախորդող անգամը, որ մեկը պետք է լինի իբր երեց, որ հասուն լինի, հոգեորապես, այսինքն որոշ չափով աջած լինի։ Եվ ժամանակ պետք է դրվի նրան, որովհետեւ այդ Քրիստոսավայել օրինակը գարանք տեսնալ, որ ինք ճշմարտապես դիրոջ ծառա է, հավատարիմ է Աստծո, եթե նոր հավատացյալ լինի, եւ մի անգամից, որովհետեւ իմ ընկերս է, նոր հավատացյալ եղավ է շատ ուրախ եմ, ուզեմ իմ ընկերս ալ երեց լինի այդպես, որովհետեւ ինչու արդեն իսկ ուզում է քարոզել, կարևոր չէ, Սուրբ Գրքի հագարակ է այդ խորհուրդը, այդ մոդեցումը, եւ գասե, այստեղ ոչ նորահավատ, որ չքորոզանա եւ սատանայի դադաստանը ընկնի, չբարդանա, չքորոզանա, ինչու որովհետեւ այստեղ անշուշտ մարդիկ կգարցնեն ինչի մասին կխոսա, սատանային մեղքը, Աստծո հանդեպ, իր բարությունը, այսինքն գարկավիճակին չընկնի, սատանան որովհետեւ ինք կարծեց, որ Աստված իրեն շատ պետք ունի, Աստծո հանդեպ կրնա ինքը ընել բաներ կամ մտածել բաներ Աստծո թեմ եւ Աստված պիտի բամը չսե, հա? Չէ։ Աստված մեզ ոչ մեկում պետք չունի։ Մենք նրան պետք ունենք։ Մենք ենք որ գարիք ունենք մեր Տիրոջը։ Եվ 7 համարում գասե, բայց պետք է նրան դրսիններից բարի վկայություն էլ ունենա, որ չընկնի նախադինքի եւ սատանայի որոքայթի մեջ։ Սա ուրիշ որակ է երեցիմը։ Այսինքն լավ համբավ պետք է ունենա եկեղեցից դուրս գտնվող մարդկանց շրջանում։ Նրա համար կարևոր է ոչ հավատացյալներու հետ շփումը որ ունենանք։ Ոչ թե միայն վկայության առումով, ավետարանչական առումով, ապա նույնատեն մեր անձնական վկայությունը, որ դուրսինը, այո, երբեմն դրսինները մեր վրա քեշ բաներ կխոսան, դու բան չես կարող անել, սա չի նշանակում, որ դու երես լինել է, այսի պետք է դատարես։ Չէ, բայց երբեմն բաներ կա որ գասեն օրինակ, ով է կարոզում է, զորնակ դրսինները, բայց կասեն ասո ով է նայր, ստախոսի մեկն է, կամ արզաթասերին մեկն է, կամ աչք ուրիշ գնիկներու վրա է, եւ այլ գիներու վրա է, այսպիսի բաներ։ Այդ դրսինները եւ որ այդպես կասեն կնկատեն, նույնիսկ եթե եկեղեցու մեջ ես այսին սուրբ սրբոցի մեկն եմ, չի լինում։ Խնդիրը ինչու որովհետեւ բարձրապես որ դրսինը հավատացյալ չէ, ասել չէ որ դժմարտությունը չի ասում, անալ հասկանում է որ դու ուրիշ գիներու յետևեն գնում ես կամ նայում ես կամ արզատասեր ես կամ փարգացող ես եւ այլն։ Եվ ոչ եսագենտրոն։ Ինչու որովհետեւ մեկը որ ինքնագամ է, եսագենտրոն է, սա Դիդոս 1:7-ից կվերցնենք, ինչու Դիդոս 1:7-ը երբ գնանք, ինչու որովհետեւ թե 1 Դիմոթեոս 3-ում եւ Դիդոս 1-ում այս երկու հատվածներու մեջ կտեսնենք այսպիսի երեցներու որակավորումները հերթով դրված մեզ։ Այս երկու հատվածներն է որ սովորաբար նկատի կան, այո, Սուրբ Գրքից ուրիշ տեղեր կան, ուր մենք առնչությունները երեցներու կամ ասենք թե վերագացուներու, հովիվներու, այդ որակավորումներու նկատմամբ գարանք մենք այդտեղից է ճշմարտություններ վերցնել նրանց բնութագրի մասին, բայց իբր այսպես ցանկը որակավորումներ, որ առաքյալը մեզ տալիս է Դիդոս 1-ում եւ Ադիմոթեոս 3-ում։ Դիդոս 1:7-ում գասե, որովհետեւ եպիսկոպոսը պետք է անարատ լինի ինչպես Աստծո դնդես, ոչ հանդուկ, ոչ պարգացող, ոչ կինեմոլ, ոչ սարգող, ոչ բիղձ, շահ, սիրող։ Ինքը հանդուկ ինքնական պետք չէ լինի։ Այս հանդուկնությունը նրա խիզախության մասին չի խոսում ավետարանի վկայության նկատմամբ, որ ինքը հանդուկ խիզախ է ավետարանը առանց վախի կարոզիչ չէ։ Սա նրա ինքնական լինելը, ինչու որ երբեմն իբր հովիվներ մենք կարանք ինքնական լինել։ Ամեն ինչի մեր ուզածը։ Ես հովիվն եմ, իմ ուսածս պետք է անեն։ Այդ մոդեցումով այդպիսի հովիվ են հերու պախեք։ Ինչու որ նույնիսկ եթե ինքը սուրբ գրային օրեն շիդակ լինի, բայց հովիվը չի կարող միշտ իր ուզածը կալեցնել։ Ժողովուրդը ինչ պիտի ասե։ Սուրբ Գրքի հագարակ է, այս հատվածի հագարակ է։
Եղբայրներ ջան, նայեցեք, հիմա ես այստեղ եմ, չէ՞։ Ես կարամ այստեղից այդ դուրը գնալ, այս կողմից կամ այդ կողմից, չէ՞։ Հիմա եթե բադայեցավն որ մենք բոլորս այս կողմ նստած ենք եւ դեռ չկա ինձ անցնելու։ Եթե, այսինքն շատ դժվար է։ Եթե ես ամեն անգամ ստիպեմ բնթեմ, որ եղբայրներ ջան, ծեր աթոռները այսպես քաշեցեք, ես պիտի անցնեմ։ Հովիկ ջան, ցավը տանեմ, ասին, այս կողմը դադարք է, այն կողմից գնա։ Երբեմն այն կողմից, օքեյ, երբեմն այն կողմից գնա։ Այսինքն, ըսելս անե որ ինքնական պետք չէ լինի, հանդուգն պետք չէ լինի, իր ուզածը միշտ քալեցնող պետք չէ լինի։ Նույնիսկ եթե սուրբ կրայնորեն շիդագ է, որովհետեւ այդ տպավորությունը չի դա, որ ինքը գարձեք թե բոսն է։ Բոս չկա եկեղեցի մեջ։ Եկեղեցի մեջ եթե մեկը ուզում է ասե առաջինը լինել, ծեր ամենուն ստրուգը պետք է լինի։ Ծառան որ գասե ստրուգը ունարեն։ Ինչպես։ Չէ, այնտեն չի կարող երես լինել։ Մա եղբայրս հիմա հարցը էդի չէ։ Հարցը անե որ եթե ես ինքնագամ լինեմ ամեն անգամ իմ ուզածս, ադի շիրակ չէ։ Եվ էլի դիդոս 1:7-ից կասե ոչ բարգացող, այսինքն ոչ արագ փորփոքվող, ադե խորուրդը։ Բարացիորեն ադե խորուրդ, այսինքն մեկ որ արագորեն փորփոքվի, շուտով կբարգանա, չխայնանա այդպիսով, որ չի կարող ինքնին դիրաբետել։ Այո, հասկանում եմ, եղբայրներ ջան, երբեմն կարող է ամենքն իսալ, այսինքն բարգություն ցույց տանք։ Ես չեմ ասում, որ չկա դեղ, օրինակ, մեկը մեղ գործած է, ոնց որ այսպես բարգությունով լեցվես, եթե արդար բարգություն ասենք, ինչպես դերը ներկայացրեց այդ մոդեցումը իր կյանքովը, բայց սա չի նշանակում, որ ամեն ինչին ես պատճառաբանություն պետք է գտնեմ, ասեմ, որ իմ բարգությունս արդար է։ Ես բարգացա ավակ եղբորս վրա, բայց իմ բարգությունս արդար է։ Ով ասավ։ Ով ասեցա։ Եթե բարգություն այո։ Սուրբ բարգություն գա, համաձայն ենք սրա վրա, բայց ամեն ինչը սուրբ բարգություն չէ։ Ես չեմ կարող ասել, որ իմ ամեն բարգությունը սուրբ է։ Շատ անգամ անսուրբ է։ Երբեմն սուրբ է։ Բայց զգուշ պետք է լինենք, որ նվազի, ավելի շատ լինի սուրբ բարգություն լինի եւ ավելի քիչ լինի մեր մարմնավոր բարգությունը։ Ինչպես։ Հա։ Անարդարությունը, մեղքը, անիրավությունը, դրա վրա նեղվում է։ Այո։ Ադի սուրբ բարգություն է, կամ նեղվում է, սա։ Դու անգամ կարես ասել, բայց մեջ է վրեժխնդրություն առաջանա, արդեն բարգությունն է, որտեղ վրեժը արդարը չկրել, բայց ես դրա չես կարող հանգիստ նստել, ասես հանգստացել։ Հետո գասե 8-րդ համարում Դիդոս 1:8-ում հյուրասեր պետք է լինի եւ բարեսեր գասե։ Ինչու նայեցեք, հյուրասերի վրա չեմ կենտրոնանում, արդեն մենք նշած էինք այս համարները նախորդող գեդերի մեջ։ Այսինքն մեկը որ սիրում է բարին, այսինքն ցանկանում է ամեն ինչում գադարել Աստծո կամքը, մի խոսքով։ Հետո արդար պետք է լինի։ Այստեղ ասե սիրում է բարին, բարեսեր, խոհեմ, արդար, խոհի մասին խոսած էինք 1 Դիմոթեոս 3-ից արդար պետք է լինի, այսինքն ինք անգոմնագալ պետք է լինի, օբյեկտիվ պետք է լինի իր տադողությունների մեջ, գոմնակցություն պետք չէ ցույց տա։ Գիտեք, երբեմն կարող է այդպես պատահի, չէ հավատացյալների մեջ, բայց ուր մնաց երեցը։ Ինչու երբեմն հավատացյալներ կարող են օրինակ ես եկեղեցու անդամ եմ, կարող է ես իմ խումբս ունենամ, իմ սիրած եղբայր քույրերս ունենամ։ Մյուս եղբայր քույրերը գարձեք թե ճշնամի են։ Այդպես բան չկա Աստծո խոսքի մեջ։ Ուր մնաց երեցը այդպես պետք չի անի։ Ինքը արդար պետք է լինի։ Աստծո ժողովուրդն է սա։ Հա, այո, Հիսուս ինքն է ուներ իր Պետրոսը, Հակոբոս եւ Հովհաննեսը իբր իր փոքր մոդիկ խումբը առաքյալների, բայց սա չի նշանակում որ մնաց առաքյալները եւ այդ գիներնը որ ծառայում էին միասին սա չի նշանակում, որ նրանք կարևոր չեն իբր հավատացյալներ։ Անշուշտ սուրբ կասե, այստեղը Դիդոս 1:8-ում սուրբ կասե, հոգևորապես եւ պարոյապես, այո, շիդակ, լավ, արդար բնավորություն պետք է ունենա Աստծո մարդը։ Այդ Աստծո մարդ տերմինը Բողոս առաքյալ Դիմոթեոսի կվերակրե իբր հովիվ, իբր երեց։ Աստծո մարդ տերմինը համաունչ է, հավասար է երեց կամ հովիվ տերմինին։
Եվ վերջինը, դեսեք 21 հատ կա։ Անգերձորեն բահելով հավատարիմ խոսքը գասե Դիդոս 1:9, գասե հաստատ բռնելով վարտաբերության հավատարիմ խոսքը, որ կարող լինի ողջամիտ վարտաբերությունով թե հորդորել եւ թե ագարագողներին հանդիմանել։ Այս երկուքն էլ։ Թե հորդորել եւ թե հանդիմանել։ Եվ ինչու գասե պետք է հաստատ բռնե վարտաբերության հավատարիմ խոսքը եւ նրա միջոցով անշուշտ պետք է կարողանա վարտաբերությունով հորդորե եւ ագարագողներին հանդիմանե։ Երես եթե չնե ով պիտի անե սա։ Ժողովուրդը պիտի անե։ Ժողովուրդը կարող է անել որոշ չափով, բայց երեսների բարդականությունն է, որ նրանք ազող խոսքի ճշմարտությունները բաբանեն նրանց կարողությունով, այլևայլ դարբեր ծառայություններու միջոցով, որովհետեւ մարդիկ նրանք շիդակսով հորդորվին եւ հանդիմանվին։ Ուրեմն այս վերը նշված ոլորտներում չի բանջում գադարելություն, քանի որ նա գիտի, Աստված գիտի մարդու թուլությունները, բայց ինչ նա բանջում է, դա սրտանց նվիրվածությունն է։ Անշուշտ ազո չափանիշներին եւ այդ պատրաստակամությունը պետք է ունենա, որ ինք պիտի նազանթի։ Հովիվ լինելու համար մարդը պետք է ցուցադրի մեծ չափի հասունություն այս նախորդող կամ վեր նշված բոլոր ոլորտներում։ Եկեղեցական երեսների վերաբերյալ մեղադրանքները կամ քննադատությունները պետք է ընդունվեն ըստ 1 Դիմոթեոս 5:19-21-ի համաձայն։ Հիմա սրա մասին ավելի բիչի խորանանք, բայց եթե ինչ կասի տեքստը, եթե մեկը երեցի մանտեպ քանքադ ունի, մեղադրանք ունի, քննադատություն ունի, ինչպես պիտի լինի։ Այնտեղ մեզ ցույց տալիս է ինչ քայլեր պետք է առնվեն։ Մեկը չի կարող ազո խոսքի համաձայն բարձրապես օրինակ կա ասե Դավիթ եղբայրը ասպես արեց կամ անպես արեց ինքը անցավոր է։ Իբրովիվ խոսին։ Չէ, այդպես չես կարող անել։ Ոնց որ ընթացք մը գա, ընթացքի սուրբ կրային ընթացքի պետք է հետևենք եւ ազո խոսքը 1 Դիմոթեոս 5-ում նրա մասին գխոսա։ Եթե հովիվը մեղավոր է որևէ խախտման մեջ, նա պետք է խորհուրդ ստանա աստվածաբաշտ եւ ոգեվոր ասուն մարդկանց կողմից անշուշտ նպատակը վերագանքումն է, որպես վերագանքնի հետ, գիտես, այդ ընթացքի մեջ շարունակե երեցը։ Եթե սխալ գործող երեցը շարունակապար մեղանչի, նա պետք է հեռացվի պաշտոնից եւ ղարկաբանման բաժի ենթարկվի ըստ Մատթեոս 18:15-17-ի։ Եթե հոգեվոր առաջնորդը կամ հովիվը, այսինքն մեղավոր չէ, այն ամենում ինչու անօրինական է, անպարոյական է, անդարբեր կամ հստակորեն ոչ աստվածաշնչյան, եկեղեցու բարդականությունը հետևել նրա առաջնորդությանը, քանի որ ինքը ազոգամ կանոմա եւ սա ազոգամքի համաձայն է ազո խոսքի։ Ինչպես որ Եբրայեցիների 13, 7 եւ 17 կասե, այդ օրինագին հետևեցեք, նրանք ծեր հոգիներուն, այսինքն գհսկեն։ Ինչու որովհետեւ եթե երեցը ինքը մեղաբար չէ, դակավին մենք ազո խոսքի համաձայն պետք է նազանթվենք այդ երեցին սովորեցածին նրա կյանքին օրինագին Քրիստոսավայել օրինագին հետևելով։ Շատ աղեք, աստվածաշնչյան սարգսակներ, մեր երկրորդ մասը համեմատելով եւ անշուշտ ինչպես այդտեղը վերևը գրած եմ, աստեղը սարգսակներու այդ հատվածը մեջբերումներ ունեմ դարբեր անձնավորությունները եւ նրանց անունները վերև դրած եմ, իմ մասը սալ գանշուշտ մեջ է։ Համադրելով երեսների եւ սարգսակների պաշտոնները կարողանանք պատասխանել այս հարցերին հետեւյալցով։ Եկեղեցվո հիմնական կամ ժողովի հիմնական հոգեվոր առաջնորդները երեցներն են, որոնք նոր գդագարանում գոչվում են նաեւ եպիսկոպոսներ, այսինքն վերագացու սկիչ կամ հովիվներ։ Երեցները ուսուցանում կամ քարոզում են խոսքը եւ հովում են իրենց խնամքի տակ եղող ներքո, այսինքն գտնվող հոգիները։ Սարգսակներն էլ կարևոր թեր են կատարում դեղական եկեղեցու կյանքի եւ առողջության մեջ, բայց նրանց դերը տարբերվում է երեցներից։ Սարգսակների աստվածաշնչյան դերը ներառում է հետեւյալը՝ եկեղեցու նյութական եւ գազմագերբչական գարիկների հոգատարություն։ Այս երկու մասերը։ Եթե հովիվների, երեցների, եպիսկոպոսների նրանց բարդականությունը, ազո խոսքը, աղոթքը այդ հոգեվոր դարերն են, սարգսակներին ավելի
ֆիզիկական ժամանակավոր էլեմենտները կամ տարերն են։ Նյութական եւ գազագերբչական այդ պետքերը, որ հոգացվին, նրանք կներկրավեն այդպիսի ծառայություններու մեջ, որբես երեսները կարողանան կենտրոնանալ անշուշտ իրենց հիմնական գոչման վրա ազոխոսքի աղոթքի, ինչպես որ Կորսք 6-ի մեջ կարդում ենք։ Այս տարբերությունը հիմնված է Կորսք 6-ում գտնված օրինագին, առաքյալները նվիրված էին աղոթքին եւ հոսքի ծառայությանը, քանի որ սա նրանց հիմնական գոչումն էր, եւ դրվեցին 7 մարդ սպավելու ավելի կորզնական հարցերով, որովհետեւ առաքյալներն ազատորեն շարունակեն իրենց աշխատանքը։ Այո։ Հա, ասեք։ Դիմոթեոս 5 Այո։ Երեսների համար է բացարձակապես, այո, որովհետև չես կարող ասել շուտով երես կարկել, համատեքստում երեսների մասին է, այո։ Չես կարող շուտով երես կարկել, ինչու որ եթե երես կարկես, եթե այդ անձը, այսի սուրկրային ծովով ինքը գանչվածություն չունի, արժանի չէ այդ կոչումին, այն է դու ալ այդ մեղքին գասե մասնագից կլինես։ Հատվածը բացարձակապես երեսներու մասին է, այո, այդ օձումի մասին է, այո։ Ուրեմն, այս աշխատանքի բաժանումը նման է այդ Կորսք առաքելոցի 6-ի մասին խոսումը, այն դարբերակմանը, որը տեսնում ենք երեսների եւ սարգսակների բաշտուների միջև, ինչպես առաքյալները, երեսների հիմնական տերը ազոխոսքի կարոզելն է, ինչպես այդ 7-ը սարգսակները ծառայում են ժողովին։ Չի ասում, որ այդ 7 սարգսակներ են, բայց այդ 7 սարգսակներու նման ինչ ծառաներ են, այդ խորհուրդը այնտեղից սկսած է արդեն իսկ, ծառայում են ազո ժողովին, ազո ժողովրդին, սպառվելով ցանկացած կորզնական գարիքներով, որոնք կարող են առաջանալ եկեղեցի ոլորտում։ Հիմա այն օրինակ հելենացված եւ հрьяաների, ասենք որբևարիների միջև խնդիր է լազեր, չէ՞։ Մենք չունենք այդպիսի բան այսօր, պարացիորեն հելենացիներու որբևարիներ չունենք, ոչ էլ հрьяաների որբևարիներ ունենք այստեղը։ Նրա համար է այդ սկզբունքը մենք նկատի ունենանք, որ սարգսակները, ծառաները կներկրավեն այդպիսի բաների մեջ, որ առաքյալները կամ երեցները այս բարակը մեր այսօրվա առումով կարողանան ծառայություն ունենալ ազոխոսքի, աղոթքի այդ հոգևոր դեսագի ծառայությունները։ Սարգսակների որակավորումների վերաբերյալ միակ հատվածը գտնվում է 1 Դիմոթեոս 3-ում 8-ից 13 համարներում։ Այս հատվածում Պողոսը ներկայացնում է պաշտոնական, էլի, բայց ոչ ամբողջական բանջների կամ որակավորումների ցուցակը սարգսակների համար։ Բայց կարևոր է, որ այս որակավորումները ամեն մի սարգսակի մեջ ներկա գտնվեն քիչով կամ շատով, ավելի լավ շատով, քան թե քիչով։ Սարգսակների եւ երեսների որակավորումների նմանությունները 1 Դիմոթեոս 3-ում նշանակալի են։ Ինչպես երեսների որակավորումները սարգսակը չպետք է լինի, ինչ որ համար 3-ում ալ գասե, այսինքն թմրամոլ, գախյալ, այսինքն այդպիսի ալկոհոլ եւ այլ այդպիսի բաներից, չպետք է լինի գեղդոտ շահի սիրար, այսինքն փողի հետևել լինող, պետք է անարատ լինի, ինչ որ Դիդոս 1:6-ում ալ գասե երեսների վրա, գասե նույնիսկ սարգսակների վրա էլ, մեկ գնոջ մարդ պետք է լինի, ամուսին թարգմանված է, որ հայերենով այդպես, բայց Նոր Արադյանի մեջ, բայց մեկ գնոջ պետք է այր լինի, գնալով իդ 1 Դիմոթեոս 3 գասե սարգսակները գասե նրանք պետք է մեկ գնոջ մարդ լինեն։ Սա գրված է, նշված է 12 համարում 1 Դիմոթեոս 3:12 սարգսակները մեկ գնգան մարդ լինեն։ Մեկ գնգան մարդ լինեն։ Եվ հետո որ պետք է կարողանան լավ ղեկավարել իր երեխաներին եւ այդ բաները իրենք ալ այստեղը այդ բաները նկատի պետք է առնվի, սա նորմալ է, չեն կարող ասել, որ սարգսակ է ասելով պետք է այդպես է եւ ազոխոսքը ստագորեն անշուշտ կասե 12 համարում, որ ինք իրանց որդկանցը եւ իրանց տներին բարի վերագացու պետք է լինեն։ Նորմալ է սա։ Ուրեմն տեսում եք, որ բաներ կա, որ նույն ծևով
թե երեսները եւ սարգսակները նույն այդ հատկությունները պետք է ցուցաբերեն, այդ որակավորումները պետք է ցուցաբերեն։ Հասկանում եմ եղբայրս, այո։ Նայ, հիմա մինչև հիմա ես այդ հատվածը չնայեցա, ինչու որ ավելի չուզեցի մանրագրգիռ գնալ, բայց գնացեք Դիդոս 1, Դիդոս 1, 6-րդ համար, Դիդոս 1, 6-րդ համար եւ հիմա մեր հայերենով հասկանում եմ մի ցևով տարգմանված է, քոնե այս երկու տարգմանություններում միջ որ ունեմ իմ արչեւը, բայց ըստ բնակրում հիմա գասեմ ինչ է դարբերությունը հայրով գասե եթե մեկը անարատ է մեկ գնգան մարդ Դիդոս 1:6 Դիդոս 1:6 հավատացյալ որդի ունենա գասե հիմա եղբայրը հարց արծրեց եթե օրինակ 3 երեխա ունի մեկ հատ հավատացյալ չէ կամ երկու հատ հավատացյալ չէ ասելով որ հովիվը լալը պետք է թաթարի եթե ազոգոչ ուներ ինքը որ հավատացյալ էր ամուսնացած չէր, կամ նոր ամուսնացած, ձեր երեխա չուներ, կամ հովիվ եղավ ձեր երեխաները փոքր էին, ասել չէ որ հիմա հովիվ չի գրնար լինել։ Որովհետև եթե ամեն երեխաներն ալ ըմպոստ են, նայեցեք, Դիմոթեոսի մեջ այս ծևով չի ներկայացնում։ Դիմոթեոսի, 1 Դիմոթեոսի 3-ի մեջ գասե 3:4-ում, որ որդիներ ունենա հնազանդության մեջ ամեն բարգեշչու, այս հնազանդություն ծնողքի անտեպ, ոչ անպայման ազող խոսքի անտեպ։ Բայց Դիդոսի մեջ հայերենով գասե աստեղ հավատացյալ որդի կունենա։ Նրա համար է որ գա եղբայրներ գասեն, որ չէ հավատացյալ պետք է լինի։ Հիմա առաջ լուծենք հատվածի իմաստը, անգետ կլուծենք մխիտար եղբորսածը, որ եթե 3-4 զավակեն մեկը կամ երկու հավատացյալ չեն, ուրեմն ինքը այլևս չի կարող երես լինել, հովիվ լինել։ Թիվ 1, ուր որ գասե հավատացյալ որդիկ, ինքը այստեղը ուրեմն ինչ տեսակի որդիկ, ածագան է, եւ շիդագ է, ածագան է։ Հունարենի մեջ նույն բանը ոչ թե միայն հավատացյալ, հավատարիմ ալ գթարկմանվի, վստահելի գթարկմանվի, ածագան է։ Ինչու որովհետև պիստաս պարն է, այդ պիստաս մեկը որ այդ որագու ունի, այս պարակային հավատարիմ, որագ է, ածագան է, գներգայացը ինչ տեսագի է, պետք է լինի, իր որդին։ Հիմա հա, շիդագ է, որ ունարերով մեկը կարող է հավատացյալ է, հավատքով մեկը լինի, ոչ թե հավատարիմ, հավատքով, ադալ գարելի է, ինչ տեսագի մարդ, հավատքով եղող մարդ, ոչ թե միայն բնութագրով վստահելի հավատարիմ մարդ։ Հասկանում եք, երկու տարբեր բան է հավատքովը եւ հավատարիմը։ Հավատարիմ մեկը գրնա ասել որ ումի անտեպ հավատարիմ, բայց հավատքով որ ասես մեկ անց կա հավատքով։ Հիմա այդպես է, սխալ տարգմանություն չէ, շիդակ տարգմանություն է, բայց խնդիրը այն է որ այստեղը մեկնաբանության հարց կա, ինչու որովհետեւ բնակիրը մեզ այդ ազատությունը գուտա, բայց այս լուծելու համար պետք է հետ գնանք 1 Դիմոթեոս 3-ին, ինչ որ գարտացինք 4-ում, 1 Դիմոթեոս 3:4-ում։ 1 Դիմոթեոս 3:4-ում ինչ տեսակ, այնտեղը տեսանք գասե որդիներ ունենա հնազանդության մեջ գասե հնազանդ զավակներ ունենա։ Հիմա սովորական օրեն եւ որ դանը վերագացու է հնազանդ զավակ պետք է ծնողքի անտեպ հնազանդ լինի։ Մեկ բան որ ինձ համոզում է որ չի նշանակում որ հավատացյալ պետք է լինեն նրա որդիները, ես չեմ ասում որ լավ չէ լինի հավատացյալ։ Ինչու, որովհետև դու եւ ես մենք չենք կարող մեր որդիները հավատացյալ դարձնել, բայց կան ուրիշ լավ եղբայրներ, որ ես շատ սիրում եմ նրանց, իրենք կասեն մի հատ կոնե մի կսիմա գալիս է, կասեն, չէ, Աստված ինքը գերիշխան է, Աստված եթե ուզում է դու հովիվ լինես, ինքը այնպես մնալու է քո զավակներդ ամեն հավատացյալ լինեն։ Ես համաձայն չեմ այդպես մեկնաբանության։ Սիրում եմ այդ մեկնաբանություն, ուզում եմ հավատալ այդ մեկնաբանության, բայց ազող խոսքը, որովհետև երկուսը ներկայացնում է այդ բարի միջոցով, այդ բառը որ գխոսա, գասե
հավատացյալ բառը, որ հավատարիմ է կնշանակի, վստահելի է կնշանակի։ Ուրեմն թե 1 Դիմոթեոս 3:4-ը եւ թե Դիդոս 1:6-ը այս երկուքը համեմատելով պետք է նկատի ունենանք, օքեյ, կարող է ուրեմն հավատարիմ, վստահելի կամ հավատացյալ է մեկնաբանում, ինչպես Առարատյանի եւ Նոր Առարատյանի մեջ այդպես թարգմանված է այստեղ։ Ինչու որտեղ արդեն Նոր Առարատյան Առարատյանին կհետևի այդպիսով։ Մնացած եղբայրներ ջան, ծեր խժմտանքին եւ ծեր աշխատանքին մեկնաբանական անոր նրա դիցկեմ։ Ես սելիկս ասեցի, բայց ես չեմ կարող բնտել այդպիսի մեկնաբանություն ոյ մեկի վրա։ Բայց կարևոր է, որ նկատի ունենանք եղբայրներս, որ այո, մեր զավակները մենք ուզում ենք հավատացյալ լինել, այս ամեն բանի առաջ ազո կորձի, ազո անվան խոչընդոտ չլինենք որևէ ցևով։ Եթե բայց իմ զավակներս մի բան ստագե, ոնց որ ինչ որ այստեղ գասե անարագության քանքատ չգա գասե կամ անազանց չեն իրենց վրա, այսինքն ինչու որ եթե մարդիկ տեսնեն որ սրանք անարագ են, անազանց են, ըմփոստ են, արդեն խնդիր է, ասել է որ դու լավ վերագացու եղած չես։ Հա, դու լավ վերագացու եղած չես, ոնց կարաս ինչ որ 1 Դիմոթեոս 3:5-ում էր գասե, որ դու ոնց կարաս այնադել Աստծո դանը վրա վերագացու լինես, եթե քու դանդ վրա չես կարող վերագացու լինել։ Հա? Անարագության քանքատ չգա գասե այստեղը։ Հիմա պետք է անդեր գնանք, բայց պետք է ինձ արիտ տաս, որ մի հատ նայեմ։ Հա։ Սա 1:6-ում է։ Անարակ բառը ասոթիա ուրեմն նշված է սա, կամ կնշանակի առաջ ասենք, ամեկը որ ոնց որ այդ բառը օրինակ օգտագործված է Եփեսացիս 5:18-ում։ Եփեսացիս 5:18-ում հիշում ենք գինու մասին խոսա, ասելով որ նրա մեջ անարագություն կա։ Նույն բառն է։ Հետո այդ բառը օգտագործված է Դիդոս 1:6 եւ ելի մի եւս 3 անգամ նշված է Նոր Գդագարանում։ Ելի մի եւս 1 Պետրոս 4:4-ում։ 1 Պետրոս 4:4-ում գասե եւ գասե գարտալով 1 Պետրոս 4:4-ը, որբեսի շիդակ կարդամ, քան թե թարգմանեմ անգլերենից, որ դրա վրա գասե զարմանում են, որ դուք նորանց հետ չեք վազում նույն անգարք, անարակ զեղչության մեջ եւ հայում են։ Նորրադյանը գասե դրա համար զարմանում են, որ դուք նրանց հետ նույն անգարք զեղչության մեջ չեք ընթանում, անարագության այս նույն բառն է։ Այստեղ անգարք զեղչության մեջ կասե, այսինքն այդ անարակ զեղչության մեջ չեք ընթանում, այլ գասե նրանք հայում են, գասե ծեր ընթացքը, ծեր քալվածքը։ Սա ասելով մխիտարը պարս, օքեյ, ասչաբը հերիկա, այսին այդ 3 համարները, 1 Պետրոս 4:4, Եփեսացին 5:18, այդ անարակ բառը այդտեղ նշված է։ Հիմա մնացածը պետք է ավելի ոնց որ հունարենի լեքսիկայի մեջ գնանք, բառարանների մեջ գնանք, նայենք տարբեր օգտագործումը, տարբեր ոմանիշները, բայց սուրբ գրային այդ հատվածներով մնալով 1 Պետրոս 4:4, Եփեսացին 5:18 եւ 1 Դիմոթեոս ներողություն Դիդոս 1:6-ում այս 3 հատվածներում մեջ Նոր Գդագարանում այս բառը նշված է։ Իբր բարի հետազոտություն որ կանենք, մեղ կա նրա մեջ, այդ ընթացքի մեջ մեղ կա, անարակ, հիմա անարակ որդի չմտածենք, ասենք մեկը որ այս անարակը գիտենք ինչպես է, ըմփոստ, հագարակ, գիտես, այդ արումով, եւ նրա համար է որ այս օգտագործված է Աստծո մարդու ընտանիքի զավակների նկատմամբ, որ նրանք անարակ չլինեն, ըմփոստ չլինեն, հագարակ չլինեն, հնազանդ լինեն, հագարակ պատկերը հնազանդության մասին կխոսա, ինչու որովհետև նրանք անարակ չեն եւ անազանդ չեն։ Ուրեմն այս որակավորումները, այո, կենտրոնացած է անձի բարոյական բնավորության վրա։ Ինչու որովհետև այդ ճաշտոնը պիտի սպառեցնե, այդպիսի սարգավակը այս որակավորումները պետք է ունենաս։ Եվ սարգավակը պետք է լինի անշուշտ հասուն, անարատ, երեցի եւ սարգավակի հիմնական տարբերությունը դաղանտների եւ գոչումի մեջ է, ոչ թե բնավորության, որ բնավորության այդ հատկանիշները նույնանուն են վերի վայրով։ Միան տարբերությունը այդ գոչումին մեջն է, նրա գոչման մեջը եւ դաղանտների, որ ասված տված է, օրինակ
ասենք թե ավելի հովվելը, քարոզելը, ինչ որ սարգսակը չունի, քան որ Աստված տված չէ ասելով։ Մեկը դբրոց գնալով հովիվ չի լինում։ Մաս ուրիշ թեմա է, բայց ատարումով որ մեկը հոգևոր դբրոց գնալով հովիվ չի դառնում։ Երբեք մեկը թող չասի, որ ես սեմինարիա գնացի կամ Սուրբկրային կոլեջ գնացի, որովհետեւ հովիվ լինեմ, այդպես բան չկա։ Դու հոն գնացիր, եթե այդ գանչվածությունը, որ ավելի պատրաստվես իբր հովիվ աբակայի, նույնիսկ իբր երդասարդ մեկն ես հիմա։ Կամ յուրասերտ դառնաս։ Ես դբրոց գնացի, որ իբր երեց լինեմ եւ այդ հատկությունները ունենամ, ոչ։ Դու գնացիր, այո, երդասարտները կարող են դբրոց գնալ, դակավին հովիվ չեն, պատրաստվում են, ինչու այդ գոչումը արդեն Աստված սկսած է աշխատել նրանց սրտերում։ Վադի խնդիր չկա նրա մեջ։ Մենք ամենքը սա վերիվարով որ այսինքն հովիվ չենք դբրոց գնացինք, ինչու որ արդեն ծառայում ենք, Աստված այդ գոչը դրած էր մեր վրա, եւ այո, ավելի պատրաստվեցանք, բան եւ ադեն եկավ, Տերը մեզ կանչեց այդ գործին։ Հիմա Բոս Արաքյա սահմանում է սարգսակների 9 որակավորումները այս հատվածում 1 Դիմոթեոս 3:8-12-ում։ Էլի պետք է ինքը հարկելի եւ այսինքն ծանրապարո լինի։ Մեկը որ գասե ծանրապարո լինի կամ բարգեշ լինի։ Եվ այդ բառը էլի նորից այդ բառն է որ հարկելի իմաստը մեզ դալիս է 1 Դիմոթեոս 3:8-ը։ Մեկը որ պետք է որ գիտես անարքանք չթողնի նրա վկայության վրա որ մարդիկ ասեն նայ սրա վերապերմունք այս տերմինը սովորաբար վերապերում է այնպիսի բանի որը բադվավոր գնահատելի կամ արժանի է եւ սերտոնին կապված է այո հարկելիի հետ որը դրվում է որպես երեսների որակավորում որ նրանք էլ նույն այդ որակավորումը ունեն ոչ երկլեզու հիմա նայեցեք այս որակավորումը երեսների մասին չի խոսար, բայց ասել չէ, որ երեսները գարան երկլեզու լինել իբր մարդ։ Չէ։ Նրա համար ասեցինք, որ այս որակավորումները գադարյալ ցանգը չեն, բայց Աստված այդպիսի ցեով տված է, որ նկատի ունենանք եւ այո, սա էլ երեսներու վրա գրնաս բանել։ Երկլեզու մարդիկ ասում են մի բան, որոշ մարդկանց, բայց հետո ուրիշներին ասում են այլ բան։ Կամ ասում են մի բան, բայց նկատի ունեն այլ բան։ Նրանք, ասին, երկդիմի, երկու երեսանցի մարդիկ են և անգեղծ չեն, եթե այդպես անեն, նրանց խոսքերին չես կարող վստահել, ուստի այդպեսի մարդը չի կարող վստահելի լինել և երես լինել, այլ ներողություն, սարգսակ լինել, կամ յուս երես սնալ նույնպես։ Ինչու որովհետև երբեմն այդ փորձությունը կարա լինել, որ ջնշումի դակ դու մեկում բամը գասես, մյուսին ուրիշ տեսակ գասես, և եթե ադի սովորություն լինի, չես կարող երես լինել կամ սարգսակ լինել այս բարակային։ Այո, էլի նույնպես գինու կախվածություն պետք չէ ունենա։ Գինիի ոնց որ գինեմոլ պետք չէ լինի։ Սա էլ շատ բարձ է։ Ոչ գեղդոտ շահի սիրահար, ինչ որ երեսներն մասին ասված է, նրանք էլ թե ֆինանսական հարցերով սպառվում են, բայց նրանք էլ չեն կարող փողի հետևեն լինել եւ ոնց որ գուրանալ, այսինքն փողի երեսից, որ իրենք այլևս իրենց գոչումից մի քիչ կամ շատով նույնիսկ շեղվեն։ Եվ առողջ հավատքով եւ կյանքով պետք է լինեն։ 9-րդ համար գասե այլ հավատքի խորհուրդը սուրբ խրճբանքի մեջ ունեցող պետք է լինեն։ Հիմա եւ որ հավատքի խորհուրդ գասե, այս արդարությունը բարձրապես Բոս Արաքյալի մեկ ցևն է, որ ավետարանի մասին խոսի։ Հավատքի խորհուրդ այսինքն ավետարանը, ազո ավետարանը, որբեսի նրանք մաքուր խրճբանքով, սուրբ խրճբանքով ադի բահեն բռնեն։ Հետևաբար այս հայտարարությունը վերաբերում է սարգսակների իրական ավետարանին անսասանորեն բահելու անհրաժեշտությունը։ Էլի ասենք եղբայրներ, սա չի նշանակում, որ այս որակավորումը բացակայ է եսելով նախորդող 7 ամառներից 1 Դիմոթեոս 3-ում, սա չի նշանակում, որ երեսների չի վերաբերում։ Անշուշտ վերաբերում է։ Բայց այս բարակային ազո Սուրբ Հոգու ներշնչումով Արաքյալը այսպես կասե սարգսակների անարատ պետք է լինի, հետո գասե, և գասե սրանք առաջ թող փորձվին
եւ հետո այն ճաշտոնը մտնեն, եթե անարատ լինեն։ Հիմա ինչու թող փորձվին։ Մյուսին բարակային ինչ ասեց, երեսների բարակային թող չլինի նորադարձ, չէ՞։ Այս բարակային ինքը այս է ու գասե, թող փորձվին առաջ գասե։ Թող փորձվին առաջ, ասին մի խոսքով, հա նորադ մեջ չի լինի, որտեղ այդ ծառայության մեջ ոչ հավատացյալ չես կարող դնել, բայց ինչպես մեկը որ աբաշխարած է, նորավատ երես չի գնարլալ, պետք է ժամանակ դրվի, փորձառություն ունենա, իհարկե, այստեղ ավելի բացահայտորեն ասե, նախ փորձվեն, եւ հետո այն ճաշտոնը մտնեն, եթե անարատ լինեն։ Եվ այս էլ բարձ է։ Հիմա հետևյալը մեկնաբանական էլի էքզեգետիկայի հարց կա այստեղ։ Եվ հետո գասե այնպես էլ նայեցեք, այդ տերմինը կարևոր է նկատելը, այնպես էլ նրանց գանայքը պետք է գասե լինի։ Նայեցեք, այդ նրանց բառը բնակրի մեջ չկա։ Գանայք, սուբքի գասե այնպես էլ գանայք պետք է լինեն գասե ծանրապարո, ճիշտ այսպես։ Նրանց բառը թե առադյանում, նորադյանում ավելացված է, ինչու գասեմ սա։ Սա չեմ ասում, որ այս սխալ է, բարձրապես մեկնաբանական դարբերակը ներկայացնելու։ Նայեցեք, հիմա հունարենով, հա, այստեղ ինչ որ ունեմ, գունայքաս, հոսալթոս, սեմնաս, հիմա այսինքն նմանապես կասե գիները ծանրապարո լինեն։ Նմանապես գիները ծանրապարո, այսինքն ծանրապարո լինեն։ Հիմա հարցը հետևյալն է, սարգավակների գիներու մասին խոսում ենք, չէ թե գին սարգավակներու մասին խոսում ենք։ Այս է դարբերությունը։ Չէ, էքզեգետիկական հարց է, եւ նրա համար է, որ պետք է երկու կողմնալ նկատի առնենք, ինչու որովհետեւ եկեղեցիներ կա, որ նրանք սարգավակույներ չունեն, բայց եկեղեցիներ կա, որ այս մեկնաբանության համաձայն, որ հունարենի համաձայն է, որ գիներ նմանապես ծանրապարո լինեն։ Չասում նրանց գիները, այդ դերանունը բացակայ է։ Հա, հիմա այս տարգմանություններն ալ, այո, հիմքեր ունին, բնակրային, բայց ինչ որ հիմա օգտագործում եմ, ասենք ներկայի գլխավոր քննադատական տարգմանություններն են, քննադատական եւ որ գասենք, ասենք քննադատները Սուրբ Գրքի աշխատած են բոլոր ցերակիրները հավաքելով, իրար մոտ բերելով եւ այդ դարբերակները իրենք այդ մի գրքի մեջ ներկայացնում են, որ ասենք թե մակաղաթից կամ ցերակրից, այս բարը, այս ինչ թվականից ամենը կնշեն, որպես այդ դարբերակները այդ բոլորից յետքը ամենահնակույն թարգմանութ բաների համատ, բնակրերի համատ նրանք կարան եզրակացնել, այդպեսի ցևով կասնեն, բայց նրա համար է, որ ասում են, որ ինչ որ ներկայիս այդ քննադատական, որ եզակի հունարենով այդ նոր գդագարանը, որ ունենք, նրա մեջ նրանցը չի գա։ Հիմա, շարունակելով Ջամը Քարտրիս աստեղը բարձրապես մեջբերում ունեմ, կասե այստեղ կասե ավանապար Բողոսը նկատի ունի ոչ սարգավակների կանանց, այլ այն կանանց, ովքեր ծառայում են որպես սարգավակներ։ Ինչու սարգավակ բառը նոր գդագարանում սարգավակուի չկա։ Հետո ուրիշ գրքերից տեսնում ենք, որ սարգավակուի բառ օգտագործվում է, բայց ոչ Սուրբ Գրքի մեջ։ Սուրբ Գրքի մեջ միայն առու է սարգավակ բառը, բայց մենք գիտենք, որ օրինակ Հռոմեացիները 16-ից գա քույրը գա, որին այո, բիբե քույրը, որ ծառարն է գսել։ Գես, այդ նույն բառը դիակոնոս, նույն բառը սարգավակ բառը այնտեղ օգտագործված է նրա համար, որ եղբայրը այդպես կասե, ինչու նրանց եկեղեցին սարգավակույրը, այսինքն սարգավակույն ինչ է սարգավակի նման ծառայում են Աստծո եկեղեցու մեջ։ Նայ, աստեղ 3 բան թեղինով բաներած եմ, ընդգծած եմ, ինչու որովհետև նայեցեք, եղբայրը գասե նկատի արեք նույնպես բարի օգտագործումը, որպես ներածություն։ Ինչու նայեցեք, եւ որ գասե 8-րդ համարի սկիզբը այնպես էլ կամ նույն գերբ սարգավակները սա մեզ ցույց տալիս է
ոնց փոխանցում կա, transition կա, փոխանցում կա երեսներից թեպի սարգսակների թեման։ Եվ այստեղալ գխոսա այնպես էլ, նույն կերպ 11 համարում։ Ինք այդպես կասե։ Մտի կանենք նայեք։ Հետո այդ փոխանցման համար ինչու որ թեման ուրիշ թեմա է, ուրիշ խումբի մասին գխոսա։ Երեսներից եւ սարգսակներից կասե երրորդ խումբ է հուշում։ Հետո բացի այդ կասե, քանի որ Պողոսը ոչ մի բան չի ներկայացրել երեսների կանանց համար, հիմքեր չկան ենթադրելու գասե, որ դրանք սարգսակների կանանց որակավորումներ կլինեն։ Բայց միևնույն հասկանում ենք ինչպես, բայց միևնույն մենք կարանք ասել, որ բարձրապես ու սարգսակների գիների համար ասում ասել չի, որ նույն այդ որակավորումները երեսներու գիների համար ալ վերակրված չեն։ Հետո ուրիշ բան մնա։ Նայեցեք, ես երկու կողմն ալ ասում եմ, ես ասեղբարը շատ սիրում եմ, դուք գիտեք։ Երկու կողմն ա, ինչու որ հետո նայեցեք ինչ կան է։ Ետ սարգսակներուն գնում է 12-13 համարները։ Ետ սարգսակներուն գնում է։ Ինչու համար սարգսակներու մասին խոսում այդան, եթե նրանց ուրիշ սարգսակույները հետ սարգսակներու գնում է։ Հա, բայց մենք կարանք ասել, որ ինքը մի սարգսակների մասին խոսում է 8-ից 13-ը ներառյալ գիները, գամալ մենք գիտենք, որ սարգսակների այդ որակավորումները նրանք կպատկանեն նաև գիներին ալ։ Իբր սարգսակ նույն բառն է։ Երկու տարբերակներն ալ կարելի են։ Բայց իմ ամենամեծ բանս ինչ է, որ այդ հունարեն տեքստի մեջը, որ այդ բոլոր հավաքածոն է, բոլոր աշխարհի ամեն գտնված այդ, ասենք, բնակրերու, այդ մասնիկներու, բնակրերի եւ այլն, չկա այդ նրանցը, այսինքն գիներ նմանապես լինեն ծանրապարո եւ այլն։ So նորից եղբայրներ ջան, ոնց որ դերը առաջնորդում է, իսկ բարձրապես ասելիքս կասեմ, այսինքն հագիրճ կերպով եւ մնացածը մեզ այո կմնա, հա։ Ինֆորմացիա ուտերունակ ես առաջին անգամ ուզեցի այս մասը։ Գսովորենք միասին եղբայր։ Ես ալ բաներ կա որ, այսինքն ամենքն իսալ չէ, ազո խոսքի մեջ ամեն ադեմ որ բատկամ պատրաստում ենք, վստահ եմ Վարդան եղբայրս ամեն գիրագի որ բատկամ կպատրաստես, երբ են բաներ կա որ այո կարող է նոր չլինի, բայց տարբեր անգյունից նոր բան սովորենք Աստծո խոսքից։ Ինչու Աստծո խոսքի հադագը չկա։ Պատկերացրեք, եթե Աստծո խոսքի հադագը լիներ մեզ համար, ուրեմն Աստված սահմանափակված է։ Աստված սահմանափակված չէ։ Աստված սահմանափակված չէ։ Արդեն գրեթե ամբողջացնում ենք, արդեն սրանք խոսեցանք, նորից կասե մեկ գնոջ մարդ, ամուսին, քանի որ հայրենով նոր Արարատյանից ադիգա, բայց ինքը մեկ գնոջ մարդ Արարատյան, նույն բանն է, հա, եւ կասե նույն բանն է, լավ է դնորինում իր երեխաներին եւ իր ընտանիքը 12 համարում, այսինքն ընդհանուր առմամբ եթե բարոյական որակավորում նշված է երեսների համար, բայց ոչ սարգսակների, այդ որակավորումը թեր գիրառվում է սարգսակների համար էլ ընդհանուր առմամբ։ Նույնը վերաբերվում է այն որակավորումներին, որոնք նշված են սարգսակների համար, բայց ոչ երեսների համար։ Օրինակ, սարգսակը չպիտի լինի երկլեզու, ինչ որ ասեցինք արդեն։ Պողոս այս մասին հստակ չի ասում երեսների համար, բայց անկասկած դա վերաբերվում է անշուշտ երեսներին էլ։ Քանի որ Պողոս ասել է, որ երեսները պետք է լինեն նախադինքից վեր, ինչը կներառի այս արգելքը, այսինքն երկլեզու լինելու արգելքը։ Մի հատ նայեմ այստեղը, եւ արդեն գրեթե վերջացրեցինք։ Սրանք արդեն խոսած ենք տարբեր ծևերով այդ, հա, ուրեմն այստեղը ինչ որ ասեցինք ագնհայտ տարբերությունը այն է, որ սարգսակները գարիք չունեն կարող լինել ուսուցանելու, ունակ ուսուցանելու։ Սա է մեկ տարբերությունը երեսների եւ սարգսակների մեջ։ Նրա համար ընդգծած են, որ ավելի աչքարու լինի։ Հետո այստեղը այս պաստոման բաժարը ամենայն հավանականությամբ այն է, որ սարգսակներին եկեղեցում չի դրվում կառավարման կամ ղեկավարության պաշտոն եւ ինչի մասին խոսում է, Աստեղը նայեցեք ինչ կասե, երեսները ինչպես սարգսակները պետք է ճիշտ կառավարեն ես դուն եւ երեխաներին, բայց երբ խոսքը վերաբերվում է սարգսակներին, նայեցեք, Պողոս բաց է տողնում այն մասը, որտեղ նա համեմատում է դնային տնտեսության կառավարումը Աստծո եկեղեցու խնամքի հետ։
Այդ մասը չի խոսում սարգսակների առնչությամբ, բայց երեսների համար գխոսա։ Սրա մասին է, որ այդ թերի մասը ըրած եմ։ Ինչու որովհետև վերագացության մասին այս ծառայությունը երեսների ծառայությունն է, ոչ թե սարգսակներինը։ Թե Պողոս նշում է, որ անձը պետք է փորձարկվի նախքան սարգսակի պաշտոնը սպառեցնելը, այնուամենայնիվ չի ընդգրկում բանջը, որ նա չպետք է լինի նոր դարձի եկած։ Պողոսը նշում է, որ եթե երեսը նոր դարձի եկած է, նա կարող է բարձրանալ կորզությամբ։ Այս տարբերության վերաբերյալ մեկ ենթադրություն կարող է լինել, որ երեսների պաշտոնը սպառեցողները ավելի զգայուն են հբարդության նկատմամբ, քանի որ նրանք ունեն եկեղեցու վրա առաջնորդության իշխանություն։ Ինչու ասի կասե։ Ինչու համար չի ասում, որ նորադարձ պետք չէ լինի։ Սարգսակների բարակային բարձրապես կասե, որ թող փորձվին առաջ։ Հիմա բայց միևնույն մյուս կողմից մենք կարանք ասել ինչ որ զրուցեցինք արդեն, իսկ բարձրապես Բողոսարակյալ չասում նորադարձ պետք չէ լինի սարգսակներու վրա, որ այդ նույն որակավորումը երեսների նկատմամբ գիրարելի չէ նաև միևնույն սարգսակների համար էլ։ Բայց կարող է որ այդպես է, բարձրապես ինչու, որովհետև ենթադրությունը այն է, որ նրանք, որով երես իբրև աթոբարության մեջ չինան, իրենց պաշտոնը ծառայությունը ավելի ոնց որ դեսանելի, ավելի վտանգավոր կդառնա, երբ որ այդ խոնարհությունը չի գա, հբարություն գա եւ այդ սատանայի, ասենք թե այդ որոքայթի մեջ կարան ընկնել։ Իագատրություն սարգսակը, որը առավելապես ծառայի դեր ունի, նույն մեղքի մեջ ընկնելու, այո, գա աթավանականությունը, բայց ավելի նվազ է գասե, ինչու որ ինքը երեց չէ, գարավարող չէ եկեղեցու վրա։ Եվ վերջապես եպիսկոպոս Դիդղոսը ենթադրում է ընդհանուր վերահսկողություն Ազոդանը վրա նրանց լավության, հոգևոր լավության համար, մինչդեռ սարգսակ Դիդղոսը ենթադրում է ծառայության ուղղված պաշտոն։ Այնինչ մենք կարող ենք հասկանալ այս որակավորումներից է, որ ըստ Քորձք 6-ի առաքյալների եւ այդ 7 մարդկանց օրինակի հետևելով լավագույնն է դիտարկել սարգսակներին որպես ծառայողներ։ Ծառայողներ են։ Այո, երեսները ծառայող են, բայց նրանք ավելի այդ ֆիզիկական ժամանակավոր այդ ծառայությունների մեջ ներգրավված են։ Եվ այո, յուրաքանչյուր դեղական եկեղեցի այդ կանանչ մասը ազատ է սահմանելու սարգսակների առաջադրանքները ելնելով իրենց հadoop գարիկներից։ Հովիվների մասը չեք կարող փոխել, բայց հովիվներին հստակ է հոգևոր մասը ինչա։ Չեն կարող ասել, որոշ եկեղեցիներ պետք չունեն աղոթքի եւ ազգ խոսքի կարողություն, չեն կարող։ Բայց սարգսակների բարակային որոշ բաներ կարող լինել, որ արգա չէ։ Օրինակ եկեղեցիմը գարա զորնակ ֆուտբոլի տաշտ ունել ագողքը։ Ուրիշ եկեղեցիմը չունենա, որ սարգսակը չգնա կամ սարգսակույմը։ Ինչա։ Հա, տենիսի սեղան։ No, այսինքն որոշ եկեղեցիներ որոշ բաներ կարան ունենալ, սարգսակները կարան ներգրավել այդպիսի ծառայության մեջ, ուրիշ եկեղեցիներ չեն ունենում։ Խնդիր չկա։ Հիմա այստեղ 5 բան գա, սայալ ասենք, ուրեմն ինչ բաներու մեջ ներգրաված են, գարակ նկարել սրանք, ուրեմն նրանց պարտականությունները։ Արդեն իսկ խոսեցանք հագիրճ կերպով գարտան միայն շինությունների վրայով։ Սարգսակները կարող են պատասխանատու լինել եկեղեցու գույքի գարավարման համար, գարավարման նկատմամբ։ Սա կարող է ներառել, այսինքն համոզվել, որ պաշտամունքի վայրը պատրաստված է պաշտամունքի առողջության համար։ Հովիվի կորձը չէ զորօրինակ որ ներողություն, որ ինք օրինակ դրան արչև գտնվի մի քիչ հետ կխոսանք, որ ինքը այդ օրվա ասենք թե բանը թղթիկը դա ինչ պիտի լինի, ինչ պիտի բադայի, չէ, սարգսակ օրինակ կասե մաքրման աշխատանքներ կամ ցայնային համագարկի կորձարկում հովիվի կորձը չէ, կամ նույնիսկ դիրոջ ընթրիքի այդ տարերը պատրաստելը սարգսակների կորձն է։ Հետո բարեսիրություն, ինչպես որ Քորձք 6-ի մեջ մենք կարտացինք, սարգսակները կարող են ներգրաված լինել գարիքավորներին այցելելու ու դեստեղեն փաշխելու, ինչպես որ բադայեցա, որ ես չեմ ասում, որ երեսնա չի գրնարնել հատիկը, բայց եթե երեսը այդպեսի բաներ ընելով, ասենք թե բարեգործական, ասենք թե ջաշ փաշխե, կարիքավորների եւ այլ Արցախից մարդիկ եկան, երեսները միայն ներգրաված են այդ բաներու, դեպ լավ օրինակ կլինեն, ունեն, չէ, սարգսակների կորձն է նախնականորեն։ Երեսները աչք կբահեն, կաղոթեն, գեդակրվեն,
այո, այդ բոլորը այո, գարան ներգրավել, բայց ոչ թե այնպեսի ձևով, որ այսօր սպաղ էի, երեք դուն այցելեցի, քարոզ չեմ պատրաստած, վաղը ելնեմ այդպես խոսամ։ Չի կարելի ադիգա։ Մեկ մյուսով չի կարելի։ Հա, Նրան էլ, այո։ Հետո ֆինանսներու մասին անխոսեցանք, որ նրանք ներգրաված են առաջնագար կորեն ֆինանսների նկատմամբ, իբր դռնաբաններ, ushers, որ գասենք անգլերով, սարգսակները կարող են պատասխանատու լինել դեղեկագրերի բաշխման, եկեղեցվո, ասի մարդկանց նստեցման, կամ հաղորդության պահատրիչների պատրաստման համար, մի քանի օրինակներ։ Ushers գասենք, ushers էլ է մեկը, որ օրինակ մարդկանց կհրավիրե, կնստեցնե, այդպիսի։ Եվ վերջինը լոգիստիկա, սարգսակները պետք է պատրաստ լինեն դարբեր կերպ օգնելու, որպես երեսները կարողանան կենտրոնալ եկեղեցու ուսուցման եւ հովության վրա։ So այսպիսի բաներ եղբայրներ ջան, so սարգսակների ծառայությունները, որը մի վերջնական հարց կամ հարցեր կան, առաջ որ ջաշի ընտրիկի գնանք։ Ասում եմ ենքան լավ տնեն, որ ես ծառայության։ Հա, որը, ես, սա, հա, հինք կխավորը սենք մասեր նրան ծառայության։ Ես, Չնայած սարգսակները եկեղեցվո հոգևոր առաջնորդներ չեն, նրանց բնավորությունը անչափ կարևոր է, ինչի պատճառով սարգսակները պետք է քննվեն եւ բահեն այն աստվածաշնչյան որակավորումները, որոնք սահմանված են 1 Տիմոթեոս 3-ում։ Դերգամի այս երեգո առաջին մասը կսկսենք հովական բարդականությունների մասին կխոսանք։ Բաներ, որ մենք անշուշտ տեղյակ ենք, բայց մի քիչ ավելի կզրուցենք, ավելի կթարմացվեն մեզ համար։ Այո։ Եթե մեկը հովական ծառայության մեջ է, բայց ձեռնադրված չի, բայց անում է այդ ծառայությունը, հովական ծառայության ֆունկցիան է կատարում։ Քարոզում է, սովորացնում է եւ ձեռնադրված չի, ու ձեռնադրության առաջարկ է գալիս, որ պիտի ձեռնադրվի սարկավակ, այլ ոչ թե երեց։ Այս հարցը ոնց կարելի է ճիշտ լուծում ստանալ։ Ձեռնադրենք երեց միակողմից, թե ձեռնադրենք սարկավակ։ Եկեղեցից պիտի անցնի, եկեղեցին ինչ կասե։ Սովորույթին ենթարկվենք, թե աստվածաշնչի կոնկրետ հստակ։ Հիմա եկեղեցին կարա ասել, որ մենք ուզում ենք նրան սարգսակ ձեռնադրել, քան թե հովիվ, ինչու որ նրանք համոզված չեն դակավին, հա, բայց Աստծո կամքը կարող է որ անձը հովիվ ձեռնադրվի։ Եկեղեցին կարող է սխալ լինել, կպատահի։ Կամ այդ փորձվելու շրջանը։ Հա, սովորելու շրջանը է եկեղեցու համար, բայց մենք չգիտենք Աստծո կամքը այդ առումով։ Պատվելի է, սելի դառնում։ Բայց եթե կա հովական ծառայության հստակ անելիք եւ եկեղեցին դա պիտի հաստատի, մենք չպիտի նայենք, որ եթե ես անում եմ, ուրեմն կարիք չունեմ, որ նրան ձեռք կարող է վարքապետական որ դեռ չես ասում ձեռնադրել ինչ ունես վարքապետական չես ասում Տիգրան եղբայրս Ավակ եղբայրս, հիմա գռնանք ջաշի շուրջ խոսել Տիգրան եղբայրս, հարցդ եւ հետո իշնենք 14 Օ, երեցների մասին Հա, համար 14-ը Էստեղ Երեցների Օ, միջև վերբի Սարկավակները 14 չի ասա Չէ Հա Հա Նորադարձ չէ, բանիշը, որ խոսքի արտանիկը դա թարել է, ոչ նորադարձ Նորավադացյալ չլա Գիտեմ, բայց դա ինչն է Ինչ ժամանակահատ Ինչ ժամանակ Նե, սուբտիկը չի ասում մի տարի, 2 տարի, 5 տարի չի ասում Դու պիտի իբր եկեղեցի, դուք իբր եկեղեցի պիտի գիտնաք, որ ինքը որքան ասունություն ունի, պատրաստ է, ինչու անց կդարբերի Նե, Աստված կարող է մեկ կոչումով անցին պատրաստ է ուզենը Պետք եղած չափով, այսին բարգևները դա, կարողությունը դա, այդ ցանկությունն ունենա անցը Աստծո շնորհով, որ իբր երեց ծառայ է, իբր հովիվ ծառայ է, բայց
Ստակ կնա ազո խոսքով քիչ ժամանակ մի դրվի։ Այդ քիչ ժամանակը որքան է չգիտենք։ Չսեր Սուրբ Գիրքը։ Ըստ քեզ որ Չես կարող ասել։ Կարող նե, հիմա մի դարի ոչ, մի դարի շատ կարճ է։ Գախում ունի։ Հա։ Հա։ Այո։ Շարակ, շնորհակալ ենք Պարե ջան, եթե աղոտ կարան կնել առաջ որ Առաջ անգամ մեր եղբայրը իրեն բարձրացնելիս չլսեցի, չգայթակղվի։